Երբեմն կյանքը կարող է տպավորություն թողնել, որ սպառված եք նույնիսկ այն դեպքում, երբ ձեր ներքին ուժը մնում է անձեռնմխելի, առավոտյան արթնանում ես, հայելու մեջ նայեք և պարզապես հոգնածություն տեսեք, նախնական որոշումները, հետաձգելով գործողությունները խուսափեք ճշմարտություններից և աստիճանաբար սկսում են հավատալ, որ թուլությունը ձեր խնդիրն է, բայց իրականությունն ավելի դժվար է, այն, ինչը իսկապես պարալիզները ուժի պակասը չէ, այլ մի բանի դիմակայելու վախը, որը կարող էր թափահարել ամբողջ հայտնի աշխարհը։ Եթե դուք փնտրում եք գործնական իմաստություն առանց չափազանցության կամ շոուի, սա ճիշտ տեղն է։ Այստեղ մենք պարզապես խոսում ենք այն մասին, թե ինչ է աշխատում, ինչ փորձարկվեց ժամանակի և ապացուցված փորձով, վախը անտեսանելի ձերբակալությունն է, որը մարդկանց մեծամասնությունը օգտագործում է, նա ենթարկվում է նրբորեն շշնջում։ Հիմա ժամանակը չէ, դուք պատրաստ չեք, դուք շատ հոգնած եք, և առանց դրա գիտակցելու համաձայն եք, թույլ տալով նրան տիրապետել իր նպատակակետին։ Հին հրեական իմաստությունը սովորեցնում է, որ մարդը կարող է ունենալ նյութական հարստություն և, ըստ էության, աղքատ լինել, և աշխարհում ոչ մի փող չի կարողանա այն իսկապես ուժեղ դարձնել, բայց երբ ինչ-որ մեկը բացահայտում է մի նպատակ, գոյություն ունենալու պատճառ, նույնիսկ ամենադաժան փոթորիկը կարող է բախվել։ Համակենտրոնացման ճամբարներից վերապրած հոգեբույժ Վիկտոր Ֆրանկլը հայտարարել է, որ իմաստը ճկունության աղբյուր է, մարդիկ, ովքեր կորցրել են ամեն ինչ, բայց իրենց կյանքի իմաստը ավելի մեծ ուժ են ցուցաբերել, քան նրանք, ովքեր ամեն ինչ ունեին, բացի դրանից։ Թյուրիմացությունը թույլ է շփոթել թուլության հետ ինքնին հավատքի պակասի հետ, դուք ասում եք ես չեմ կարող, երբ փաստորեն դա նշանակում է վախենում եմ, դրանք հստակ իրողություններ են, մարդը մնում է անկողնում, քանի որ նա էներգիա չունի։ Մեկ այլ, որովհետև վախենում է դիմակայել այն մարտահրավերներին, որոնք սպասում են դրան, տարբերությունը անդունդն է։ Պատկերացրեք ինչ-որ մեկին կուրացած, պահելով այն բանալին, որը բացում է ազատության դուռը, նա համարձակվում է վաճառքը չվերցնել հաշմանդամությունից, այլ վախենալով այն, ինչ նա կտեսնի, երբ լույսը ներխուժում է աչքերը, այսպիսով մեզանից շատերը ապրում են ձեռքի բանալին, բայց կաթվածահարված է այն օգտագործելու վախից։ Ժամանակակից ուսումնասիրությունները հաստատում են միայն այն, ինչ իմաստուն մարդիկ են ճանաչել հազարամյակներ։ Դանիել Քահնեմն տնտեսագիտության Նոբելյան մրցանակը բացատրեց, որ մեր միտքը ծրագրավորված է ընտրելու ամենահեշտ ձևը, մենք խուսափում ենք ցավից, նույնիսկ երբ դա անհրաժեշտ է աճի համար, մենք կպչում ենք ծանոթությանը, նույնիսկ եթե նա ոչնչացնի մեզ, այս մեխանիզմում է, որ թուլության պատրանքը թաքնված է։ Ես հանդիպեցի մի մարդու, ով տարիներ շարունակ կրկնեց. Ես շատ թույլ եմ սկսելու համար, մինչև մի օր նա խոստովանեց. Իրականում ես վախենում եմ ճշմարտությունը հայտնաբերել իմ մասին, այդ պահին ամեն ինչ փոխվեց, նա հասկացավ, որ վախը կարող է վերածվել վառելիքի, և ենթադրաբար թուլությունն անհետացավ։ Դժմարտությունը պարզ է, բայց ծանր։ Դուք թույլ չեք, պարզապես վախենում եմ լսել այն, ինչ կարող է ընկնել ձեր պատրանքներից, այնուամենայնիվ, հենց այս դիմակայությունն է, որը դռները բացում է նոր նպատակակետ։ Մի երիտասարդ աշակերտը սարսափեց մութ սենյակ մտնելու համար, նրա ընկերները տեղափոխեցին նրան։ Ինչն է այնտեղ այդքան վախկոտ, բայց ամեն անգամ դուռը բացվեց, նահանջեց, արդարացումներ կատարելով։ Հիմա ժամանակ չէ, ես վաղը կանեմ, օր-օր նրա վախը մեծացավ, մինչև ձեր Տերը մոտեցավ և ասաց. Դուք չեք վախենում խավարից, դուք վախենում եք ինքներդ ձեզանից։ Այս խոսքերը խորապես հարվածեցին նրան, հաջորդ գիշեր նա մտավ սենյակ և գտավ միայն իր սեփական շունչը, լույսը միշտ եղել է դրա ներսում։ Այս պատմությունը բացահայտում է առաջին դասը։ Վախն անհետանում է, երբ մենք իմաստ ենք գտնում, քանի դեռ չկա ինչու, որը մեզ ուժեղացնում է, մենք միայն մթություն կտեսնենք, բայց հասկանալով դրա գոյության նպատակը, վախը կորցնում է իշխանությունը, երբ հրեական իմաստությունն ասում է. Ով է գտնում իմաստը գտնում է ուժ, Ֆրանկլը ապացուցեց, որ նույնիսկ ամենավատ պայմաններում, սրտում գտնվող նպատակը չամրացված քայլերը վերածում է այս ճանապարհով։ Ժամանակակից հոգեբանները ամրապնդում են. Երբ միտքը ֆիքսվում է վախի վրա, մարմինը պարալիզացնում է, երբ կենտրոնանում են իմաստի վրա, վախը կորցնում է ուժը, նպատակը հնարավոր է դարձնում այն, ինչը անհնար էր թվում։ Մարդը վախենում էր փոխել իր աշխատանքը, նա կրկնեց. Ես չեմ գործի դա, բայց երբ ձեր որդին ծնվեց, նրա պատիժը փոխվեց։ Ինձ պետք է կարգավորել, և մի ուժ, որը նա երբեք չէր զգում առաջացել, նրա թուլությունը պարզապես պատրանք էր։ Իրականում նա երբեք չէր լսել իր նպատակի կոչը։ Ահա առաջին ճշմարտությունը։ Դուք թույլ չեք, դուք վախենում եք գիտակցել, որ ձեր մեջ ավելի շատ բան կա, քան ձեր վախը թույլ է տալիս ընդունել, բայց երբ իմաստը գտնվի, խավարը դառնում է տարածք առաջին քայլի համար։
Հազվադեպ է ինչ-որ մեկը ընկնում արտաքին հարվածի միջով, ընդհանրապես փլուզվում է ներսից, որը սնվում է ինքն իրեն կրկնող մտքերով։ Ես պատրաստ չեմ, նախ եւ առաջ ինչ-որ բան կսպասեմ իմ շուրջը, այս նախադասությունները, չնայած ասած ցածր ձայնով, նրանք են, ովքեր ուժեղ մարդուն են դառնում իրենց արդարացումների պատանդ։ Պատկերացրեք մեկին, ով տեսնելով պատի առջև անմիջապես հրաժարվում է, ելք չկա, բայց իրականում այդ պատը կարող է լինել պարզապես ցանկապատ, որը կարող է շրջանցվել, նա չի փորձում, չի ուսումնասիրում, չի կասկածի տակ է դնում։ Նրա միտքն արդեն որոշել է նրան։ Դա փակ ուղի է, այդպիսով աշխատեք մտքի թակարդներ։ Հրեական իմաստությունը սովորեցնում է, դա այն հանգամանքներն են, որոնք աղքատացնում են մարդուն, այլ նրա աշխարհայացքը, ի վերջո աղքատությունը ոչ միայն փողի պակաս է, սովորություն է հավատալ, որ ընտրություն չկա։ Եվ երբ ինչ-որ մեկը դադարում է տեսնել այլընտրանքներ, այն այլևս ուժեղ չէ։ Քանեմեն ամրապնդում է, մեր միտքը նախատեսված է էներգիա խնայելու համար, մենք ընտրեցինք հեշտ, արագ լուծումներ, հայտնի չափանիշներ, հին վախեր, մենք խուսափում ենք անհանգստությունից, նույնիսկ եթե դա աճի ճանապարհ է, այսպիսով։ Թուլության պատրանքն է ոչ թե ուժի բացակայությամբ, այլ ելք փնտրելու մտավոր ծուլությամբ։ Ես հանդիպեցի մի կնոջ, որը տարիներ շարունակ ասում էր. Ես ուզում եմ դուրս գալ այս թունավոր հարաբերությունից, բայց չեմ կարող, նա ակնկալում էր կատարյալ պահը, արտաքին հնարավորությունը նշան մինչև մի օր նա գիտակցեց. Ես պարզապես հետ եմ հետաձգում իմ սեփական կյանքը, և դա տևեց վախկոտ, բայց իսկական քայլ, այդ օրը նրա ուժը վերադարձավ։ Երկրորդ ճշմարտությունն է սա. Թուլությունը հաճախ պատրանք է, որը ստեղծվել է մտքի կողմից, մտածողության որոգայթները մեզ թակարդում են, նույնիսկ երբ դռները բաց են, մինչև մենք դա չճանաչենք, վախը կհաղթի։ Բայց այս իրականությունը ընդունելու հարցում միտքն այլևս թշնամի չէ և դաշնակից է դառնում։ Ուժը չի ծնվում, երբ խոչընդոտներն անհետանում են, բայց երբ մենք գալիս ենք տեսնել դրանք, ինչպես իրականում, երբեմն դրանք պատեր չեն, այլ ցանկապատեր, նրանք չեն մեռած ծառուղիներ, այլ խաչմերուկներ, և ժամանակի մեծ մասը թույլ չէ։ Պարզապես սովորություն է հավատալ, որ մենք ի վիճակի չենք։ Ընտանիքում երկու եղբայր կար, երեցը միշտ ինքն իրեն չի կարողացել։ Ես դրա համար չէի ծնվել, ես այնքան խելացի չեմ, որքան մյուսները, այսպիսով նա խուսափեց մարտահրավերներից, հրաժարվեց հնարավորություններից և վախեցավ փորձել, նրա կյանքը պտտվեց շրջանակներում, և ամեն օր նա պարզապես հաստատեց իր համոզմունքները։ Երիտասարդ եղբայրը այլ կերպ մտածեց. Չգիտեմ, բայց կարող եմ սովորել, ես հիմա չեմ կարող զբաղվել, նա սխալ էր, ամաչում էր, ձախողվեց, բայց միշտ վեր կացավ, ժամանակի ընթացքում այն, ինչ ժամանակին անհնար էր թվում։ Տարիներ անց նրանց միջև տարբերությունը հսկայական էր, ամենավան մնաց այնտեղ, որտեղ նա միշտ եղել է իր վախերի ստվերը, ամենաերիտասարդը դարձավ վստահ մարդ, քանի որ նա ավելի շատ ջանքեր է գործադրում, քան պիտակների վրա։ Սա մեզ տանում է դեպի երրորդ ճշմարտությունը։ Ֆեյք փոփոխություններ, երբ մենք ընտրում ենք աճի մտածելակերպ, թուլությունը չի բխում տաղանդի պակասից, բայց հավատքից է անգործունակ պիտակի մեջ, այնուամենայնիվ, եթե որոշեք մարտահրավեր նետել այս գաղափարը, ամեն ինչ կարող է վերափոխվել։ Աշխատանքի ուղին ընտրելիս սխալներն այլևս նախադասություններ չեն և դառնում են վարպետներ, հին իմաստությունը սովորեցնում է, ֆորտը դա չէ։ Նա, ով հաղթահարում է ուրիշներին, բայց նա, ով իրեն հաղթահարում է, հաղթող նշանակում է, որ հավատում են իր կրող պիտակներին։ Ես հանդիպեցի մի երիտասարդի, ով երազում էր բժշկական դպրոց մուտք գործել, երկու անգամ ձախողվեց քննությունը, ձեր ընկերները ծաղրում են։ Սա ձեզ համար չէ, բայց նա անընդհատ սովորում էր, երրորդ փորձի ընթացքում այն անցավ, այսօր նա բժիշկ է և փրկում է կյանքը, նրա ուժը չի ծնվել տաղանդից, բայց համառությունից չհրաժարվել, երրորդ ճշմարտությունը պարզ է, դուք թույլ չեք։ Եթե գիտեք ինչպես սովորել, թույլներն են նրանք, ովքեր հանձնվում են փորձելուց առաջ, ուժեղներն են նրանք, ովքեր ընտրում են հետևել, նույնիսկ երբ ճանապարհը կտրուկ է։ Ասում են, որ իմաստուն ամեն օր գնում էր բակ և քար հավաքեց, սկզբում դա փոքր էր, մարդիկ ծիծաղեցին։ Ինչ է փոխվում այս ժեստը, բայց նա համառեց, ամեն ամիս այն ընտրեց մի փոքր ավելի ծանր քար, անցան տարիներ և մի օր նա բարձրացրեց մի բլոկ, որը ոչ ոք չէր կարող շարժվել, մյուսների համար դա հրաշք էր։ Նրա համար միայն սովորության արդյունքը, այս պատմությունը բացահայտում է չորրորդ ճշմարտությունը։ Ուժը հանկարծակի չի ծնվում, բայց օրեցօր փոքր կրկնակի քայլերով, թուլությունը դատապարտում չէ, այլ մեզ ուժեղացնող ծեսերի բացակայության արդյունք։ Հին իմաստությունը սովորեցնում է, ամեն օր մարդը գրում է իր կյանքի գիրքը և նրա կրկնող տողերը դառնում են նրա բնավորությունը, փոքր սովորույթները բախտ են բերում, ժամանակակից մտածողները արձագանքում են այս գաղափարին, Ջեյմս Յերչը գրել է.
Որ սովորությունները կյանքի բարդ հետաքրքրությունն են նվազագույն գործողություններ, կրկնում հազարավոր ժամանակներ, շրջեք ամեն ինչ, Չարլզ Դուիգը ցույց տվեց, որ սովորության ձևերը 3 քայլով. Նշան, գործողություն և պարգևատրում, դրական ցիկլը շտկելիս այն ինքնաբերաբար գործում է, ինչպես անտեսանելի դաշնակիցը։ Ես սա տեսա մի մարդու մեջ, ով սկսեց մի պարզ բան։ Ամեն երեկո նա հաջորդ օրվա համար 3 առաջադրանք է գրել, այլևս 1 տարվա ընթացքում նրա կյանքը փոխվել էր, այն ավելի կազմակերպված էր, ավելի վստահ, նրա առաջընթացը չի եկել կախարդական գաղտնիքից, այլ այն սովորությունից, որը աշխատել է նրա համար։ Մեկ այլ օրինակ. մի կին հոգնել է մշտական դժգոհություններից, որոշեց գրանցել 3 բան, որ նա երախտապարտ էր քնելուց առաջ, սկզբում թվում էր, որ դատարկ վարժություն է, բայց 1 ամսվա ընթացքում նա նկատեց, որ տեսավ այն լավը, որտեղ նախկինում տեսավ միայն մթությունը։ 1 տարի անց նրա կերպարը դարձավ, ամեն ինչ սկսվեց փոքր ծեսով։ 4-րդ ճշմարտությունը սա է, ուժը հրաշք չէ, այն ծնվել է նվազագույն քայլերով, որոնք սովորություններ են դառնում, թուլությունը համակարգի բացակայությունն է, ուժը ճիշտ կրկնությունն է։ Քաղաքում նա ապրում էր վաճառական, նրա խանութը բնակիչների համար թանկ էր, նրա ընտանիքն ապրում էր հարմարավետորեն, և նա օգնեց կարիքավորներին, մինչև մի կրակ վառեց ամեն ինչ, հարևանները տրտնջում էին։ Նա կփչանա, դեռ չէ, բայց վաճառականը պատասխանեց. Հրդեհը այրեց պատերը, ոչ թե իմ ձեռքերը, դա վերցրեց ապրանքները, ոչ թե իմ հավատքը, հաջորդ օրը այն կրկին սկսվեց։ Նախ և առաջ շուկայում նստարանով և որոշ ապրանքատեսակներով, այնուհետև վարձակալեց փոքր խանութ, տարիներ անց նրա բիզնեսը ավելի ամուր էր, քան նախկինում, երբ նրանք հարցրին, թե ինչպես է ողբերգությունը գերազանցում, նա ասաց. Դա ողբերգություն չէր, դա իմ դպրոցն էր։ Այս պատմությունը բացահայտում է 5-րդ ճշմարտությունը։ Խոչընդոտը ճանապարհն է, այն, ինչ մենք դժբախտություն ենք անվանում, հաճախ դուռն է նոր բանի համար, թուլությունը այն հարվածի մեջ չէ, որ կյանքը տալիս է, բայց հայտարարելու համար։ Սա վերջն է, ուժն է ասում։ Սա սկիզբն է, հին իմաստությունը նախազգուշացնում է, հարվածը սարսափելի չէ, այլ այն սիրտը, որը հրաժարվում է, տառապանքը կարող է անխուսափելի լինել, բայց դա չի սահմանում ճակատագիրը, ինչ է սահմանում այն, ինչ անում ես դրա հետ։ Ժամանակակից մտածողները ուժեղացնում են այս գաղափարը, Ուեյն արձակուրդը հիշեցնում է, խոչընդոտը դառնում է ճանապարհը, ստոիկ։ Նրանք ուսուցանեցին, որ մարտահրավերները չեն կոտրվում։ Նրանք ստեղծում են բնավորությունը, Նասիմ Թալեբը գրել է հակաբեռնվածների մասին, նրանք, ովքեր յուրաքանչյուր հարվածով ուժեղանում են։ Ես հանդիպեցի մի մարդու, որի բիզնեսը գնաց ճգնաժամի, նա կորցրեց գրեթե ամեն ինչ, բայց ափսոսանքի փոխարեն, նա ասաց. Հիմա ես գիտեմ, թե ինչ անել, այսպես էս, այն սկսեց նոր ձեռնարկություն, ավելի հաջող, քան առաջինը, նրա ուժը չի ծնվել բարգավաճման մեջ, բայց կործանում։ 5-րդ ճշմարտությունն է։ Ֆրանկլը մեզ սովորեցրեց. Իմաստը ուժ է տալիս խավարը հատելու համար, տվեկը մեզ հիշեցրեց։ Աճը սկսվում է, թե որտեղ է ջանքերը, Թալեբն ասաց։ Նյուպորտը ցույց տվեց. Ուշադրություն, սա ձեր ամենամեծ ակտիվն է, ամեն ինչ համընկնում է մի կետի։ Ուժը, դա լեգենդ չէ, դա ընտրություն է։ Հիմա տեսնում եք։ Վախը չի քանդում այն, պարզապես շնջում է, բայց երբ պատասխանում եք գործով։ Ոչ արդարացումներ։ Ձեր ուժը մարում է, հիշեք, թե քանի անգամ եմ ասել ինքներդ ձեզ. Ես չեմ կարող, փոփոխություն, ես վախենում եմ, բայց կանեմ, այս արտահայտությունը վերաշարադրում է ուղղությունները, վերածում է թուլության պատրանք ուժի ապացույցների։ Դուք թույլ չեք, նա պարզապես մոռացավ կարգապահության և նպատակի ուժը, և երկուսն էլ կարող են վերականգնվել, այսօր հիմա մի քայլ արեք, մի խոսք ասեք, ընտրեք ճշմարտություն, և դա կլինի նոր պատմության սկիզբը։ Այստեղ բնօրինակ տեքստը խնդրեց գործողության կոչ, եթե ցանկանում եք այն պահել նույն ոճով, այն կարող է հարմարվել։ Դա արեք հիմա։ Գրեք վախը, որ պատրաստ եք դիմակայել, թող որ սա լինի ձեր առաջին շարժումը այն ուժի համար, որը միշտ բնակեցրել է ձեզ։